Կուկու, բարև ձեզ, ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք ձերանայիդի հայտնաբերած երեկվա վարակույրի գույնը կանաչ և կհավատաք, որ շատ գեղեցիկ կանաչ է, հենց ես կանաչներ ուզում էի, տոնածալի կանաչ, ես չեմ հասկանում, ես ճանճերը որտեղից են գալիս։ Հիմա ձերանայիդը մոռացել է, երեխեք ջան, ոնց եք ժողովուրդ ջան, հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է ձեր մոտ։ Ձերանայիդ մտածում այս տարի ես որոշեցի ամեն ինչը անեմ հանգիստ, սկզբից անեմ դեկորացիան ամբողջ տան, փոքրիկ լույսերը, փոքրիկ դեկորացիան, հիմա ամեն ինչը սեղանի վրա է, և հետո նոր արդեն կդնեմ վերջում տոնածառը։ Հիմա ես այս վարակույրի լույսերն եմ ուզում դնեմ, բայց մոռացել եմ, երեխեք, ոնց ես արեցի, որ ինձ թվում է ես ծայրից ծայր ձգված դրեցի, բայց տեղ մի հատ ուրիշ հանգամանք կա, ես երևի թե այս սրա վրա դնեմ, սենց, նո, ոնց էի դրել, նատ մտեմ հին վիդեոները նայեմ, տեսնեմ, չո է տակոր է, երեխեք լավն է, չէ աս աստիճանը, սա իմ ամբողջ տան ռեմոնտի պատ է վերանորոգման, իմ աստիճանն էր գնել էի սա, ամուսինս էր գնել, դաժե այս տայքի բանն է կորել, քանի անգամ եմ վերևից ընկել, ոչ թե ընկել, այլ սենց ոտքս թափ տվել, ու այս ամբողջը ներկեր են, ներկեր, պիտի մի հատ նորը գնեմ ամոթել, սա կպահեմ էլի ռեմոնտի, չնայած ինձ մի սենյակ է մնացել, որ ներկեմ, և երկու փոքր տեղ, մեկը տուալետը, և երևի թե ես այն անեմ, մի հատ էր ճանճը սատ կաստեմ, նեռնվերիս վրա հիմա, Անահիտ, ոնց է իրարել, եթե սրա վրա դնեմ, հնը մի վարգյանը, ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, սրանք պահեմ, որովհետև հետո կապեմ էլի, որ գալիս է մոմենտը էլ չեմ ունենում, սրանցից չունեմ վաբշետը, ոյ ուսերս, այ քեզ բան, այստեղ են ասում, այ քե բան, դեկորացիան դժվար բան է սիրելիներս, բայց պետք է ամեն ինչը անենք սիրով, ժողովուրդ ջան, դե պրոբլեմ չունեք ուսերի, եթե ունեք պրոբլեմ ուսերի, տվեք ձեր ամուսիններին, ես չեմ պատկերացնում իմ ամուսինը դեկորացիա Սերգեյը, չունի համբերություն ինքը ընդհանրապես, փորձարկություն է ժողովուրդ, այս որը ինչի լավ չի փակում, պրոբլեմ է հետի, սրանք էլ պահեմ, ճիշտ է պրովոկանելը, նույն ձեզ փաթաթել, մարդու չկարու բացի, այլս յալիքն էլ հանեմ, ռայլիկը, ուրեմ նոր է յալիք բացել, մեկը կար, ես ինչ մաղորդակով հանեմ ու դինից ուրա, մեկը վայ երեխեք, սխալ եմ գնել, սրա վրա չկար մեկ մի ասնում անջատում ես, ինչի չի նա, չի աշխատել, հա, գրել էր, մենք մի հատ հարևան ունենք, ինքը շատ սխալ բարեր էր օգտագործում, բոլոր ծիծաղում էին իրանց վրա, իրա վրա, որովհետև ինքը յարլիկին ասում է ռայլիկ, ման, ասեցի այդ տգետ, դա ոչ թե ծիծաղալու է, դա տխրելու բան է, այդ մարդը, դա հիվանդություն է, նայեք տեսեք երեխեք, դա դիկլեքսիա է կոչում, դիկլեքսիկ, Վա, ահա սիրելիներս, ես սխալ ուդլինիցել էի գնել, բայց ոչինչ, ես ուդլինիցելը կպահեմ, մի հատը կգնեմ 4 տեղանոց, այսօր մի հատ մտնեմ աքսյոն, 5 տեղանոց անգամ, ու այդ պնտիկ կա, որ սենց անջատես միասնեց, ոչ թե անդատ ամբողջ երեկոյան, որ գնում եմ քնելու, սենց ուղղակի դրա վրայից անջատում գնում եմ,
Տեսնում եք ինչ սիրուն եղավ, պրոստը պրելես, պրելես, նելա վանջատ է, ժողովուրդ ջան, այդ է լավ է սարում հանգստանանք հիմա, որովհետև քանիսն է ժամը 10:05 է, ես մի հատ մտնեմ իմ բան այդ օրդինատորի վրա գործեր ունեմ անելու անեմ, մի քիչ էլ էս ուսերս հանգստանա, մի լույսը կդրվի ստեղ, մեկը խոհանոցում, իմ բյուրոյում չեմ դնի լույս, որովհետև արդեն կտեսնեք ու իր դեկորացիան ինչ ձև է լինելու, բյուրոյում եմ դնում դեկորացիա, խոհանոցում ուղղակի լավ կծիծաղալ, թե ես երեք ինչ գնեցի։ Դուր կանայիդը կարող եք դες բան անել։ Ուրեմն եկա բյուրո գործերով, մի քիչ զանգ ու զրոնգներ, շատերին ես գիտեմ էլի, որ ապրում են, ասենք, Հայաստանում, ապրում եք, որ ինչ Ռուսաստան և այլն, շատերը քննադատում եք, ասում եք, մեր մոտ, երեխեք, ամեն տեղ, երբ որ մի ստրուկտուրա ինքը արդեն հարստանում է, բարձրանում է և ճանաչվում է, լրիվ իրենց պոլիտիկը իրենց քաղաքականությունը փոխում են։ Դա լինի սոցիետե, դա լինի անհատ ձեռնարկություն, փոքր որ լինում են, ավելի մարդկային են, ավելի ընտանեկան է, երբ որ սկսում են մեծանալ, զարգանալ, հարստանալ, արդեն իրանք իրանց կորցնում են։ Դա կապ չունի Ֆրանսիայում եք, թե Հայաստանում։ Մեր սոցիետեն, որ մենք սկսեցինք, ինքը ընտանեկան սոցիետե էր։ Կամաց շատացավ, և սկսեցին արդեն իրանք ոնց ասեմ, բաներ փոխել և շատ, ինչ ասեմ, բարդացնել որոշ բաներ, առաջ բաներ կային, որ ուղարկում էին ձրի, ասենք, այդ պատվերների թղթերը հիմա փողով են արել, նենց որ երեխեք ջան, ամեն տեղ էլ նույնն է, ամեն տեղ նույնն է։ Հանկարծակի չմտածեք միայն Հայաստանում է, միայն այնտեղ, ինչքան հարստանում են, հարուստը ինչքան հարստանում է, աղքատն ավելի աղքատանում է։ Դա եղել է և կլինի։ Եկա, որ մի երկու տեղ զանգեի, և ասեցի մի անգամից հաշվապահությունս էլ անեմ, այսօր բանկ պիտի գնամ, չեկերը տանեմ կցեմ, որպես անհատ աշխատող տաքսս պետք է մուծեմ հարկը, ամեն ինչի վերցնում են, մամաստեղ լիներ կասեր բալա ջան, այ դա է բանի պետության հզորություն հասկանալի է, բայց ինչքան կարելի ենք մուծել, այստեղ ով աշխատում նա չի ուտում, ժողովուրդ ջան, ես մեկն ինչ գործ ունի ստեղ, վայ չեմ գրել ես մեկը, 3, 4, 5, տեսնում եք լավատես է երեխեք, ես մեկը չէի գրել, գիտեք ինչ անեմ, եկեք սա ավելացնեմ այստեղ, դրա համար առանցի գրեմ, ժողովուրդ ջան, դուրս եկա ուղղակի որ ձեզ ասեմ, չմտածեք, որ միայն և միայն Հայաստանում է դա լինում, ամեն տեղ կա, ամեն տեղ իրա չափով։ Ժողովուրդ ջան, եկա Միջանցքի հավասարաչափ անեմ, էլի։ Միջանցքի ես յոլ չկան, սարաչանենք, ոնց անենք, որ ինքը համապատասխան լինի, սիմետրիկ լինի, Հիմա, ես մտածում եմ անգամ, այս աթորակը հանեմ այստեղից և սրա տեղը մի հետաքրքիր դեկորացիա դնեմ, որնակ գիտեք ինչի կսազել, երեխեք են լամպ է, որ այդ բանի նոր տարվա
Շատ գեղեցիկ կլիներ։ Գեղեցիկ, նո շատ մոտիկ է, որ մի քիչ իջացնեմ։ Հիմա եկեք լույսերը վառենք։ Որքի մտածել եմ, որքի տեսնեմ, էլի ռեզուլտատը, որովհետև Wow, magnific, magnific. Գիտեք, ես մի քիչ ես կողմա գնաց է, լավ կլիներ մի քիչ այլ սենց լիներ, վալա, հիշում եք սա գնել էի ժողովուրդյան, տեսեք ինչքան գեղեցիկ եղած, հիմա դրանայիտ էգեր ինչ են հնելու, դեկորացիա, ժողովուրդյան տեսեք ինչ եմ դրել այստեղ։ Հիմա եկեք լույսը վառենք, բան չեմ տեսնում, ակրոցներս հագնեմ, պլյուս մինուսի մոմենտ կա։ Տեսնեք ինչքան լավ է, որ ամեն ինչը դնում եք իր տեղը և հանում եք հաջորդ տարի և հիշում եք ով ում հոր եղբայրն է, պլյուսները։ Պլյուսը և մինուսը։ Երեխաների համար մեն սյուրպրիզա լինելու սա, ոչ մեկ ինչ եմ ասել, գիտեք չէ, որ դեկորացիա մարի, մերոն գիտեն, քույրերս ման, բայց Դավիթը Կարլան չէ գիտեն, գալու են ու մտնեն, ասեն մամ արդեն, այո, ձեր համար, միայն և միայն ապրում ենք ձեր համար, ուրախացնում ենք ձեզ, ինքան է, որ սա թակերի, Դե ասեք գեղեցիկ է երեխաներ, աղջիկներ ջան։ Աղջիկներ ջան, են որ կարեմ եք ասում։ Իմ լավ հետևորդներ ջան։ Սա պիտի լավ բացվի, գիտեք, տեղեր կա չի բացվել տոնածաղի։ Ասեք գեղեցիկ է, Անահիտ, գեղեցիկ է, Անահիտ, չիկ։ Wow, magnific. Այ այստեղ մի քիչ սիմետրիա չկա։ Ասկուշ լինեմ, հագազվարություն լինի, հոմիշ չկա դա։ Ոնց է երեխեք, լավ է Անահիտ չկա, շատ գեղեցիկ է։ Վալա, այս մեկն էլ ավարտվեց։ Ժողովուրդ ջան, այսօրվա իմ լուկը սա է։ Հակել եմ պիջակը և կիսաշրջազգեստի հետ, ասեմ ձեզ, որ շատ գեղեցիկ է լինում երկար այսպիսի պիջակ կիսաշրջազգեստների հետ, եթե էլ եմ կրկնում, եթե բարձրահասակ եք, իսկ եթե շատ կարճ եք լինում, ձեր պիջակները աշխատեք դարձնել այս չափսը, այսինքն հետույքից մի քիչ վերև, չծածկի ձեր հետույքը, որովհետև դա ձեզ նստացնում է։ Այս կիսաշրջազգեստը, օրինակ տեսեք, ես երևում եմ կարճ, դուք պատկերացնում եք, սա մի քիչ ավելի կարճ աղջիկ հագնի, ոչ։ Իմ նման ֆիգուրա ունեցողներ, այսինքն ներքևը մի քիչ լայնոտ վերևը նիհար, կարող եք հագնել այս տիպի կիսաշրջազգեստ տրապեզնի, այսինքն սես կլյոշատիպի, վերևը նստացած, ներքևը կլյոշատիպի։ Դե ինչ սիրելիներս, ինչ թվում է ձեզ դուր եկավ իմ այսօրվա լուկը և ես մի քիչ այսպես կանգնեմ, որ դեկորացիան չտեսնեք, որպեսզի սյուրպրիզը լինի և եկեք դուրս կանք արդեն, մայրիկը հագնվում է, պատրաստվում է, տանեմ մայրիկին այսօր բժշկի և ունենք մի քանի գնումներ, դե ինչ սիրելիներս, գնացինք։ 40 աղբյուր էր գալիս, 40 աղբյուր, դրանք բոլորը գալիս էին մուշ, այդ աղբյուրները սարից որ իշտում էին, ենորն եմ կարդացել, 40 աղբյուրը գալիս էր դեպի մուշ էր գալիս, այդ պատկերացա աղբյուրները, այդ ջուրը ամբողջ լեռների միջից որ գալիս էր բնության ամեն ինչով, այդ հողը ջրում էր, այդ պտուղը բանջարեղենը ջրում էր, և դրանք այդ գեղեցիկ բնության դրքում են ապրել, բայց որ ասպես այդ լրև այդ միրգը, այդ նուրը, ամեն ինչ ընդեղից է գալի, մեր երկիրն է եղել, ինչ ասեմ, դժբախտ ազգենք է։ Տեսնես մեծ է եղել մուշումը։ Ասում է 500 գեղա ունեցել։
500 գյուղ ա ունեցել։ Ինքը մուշը հենց եղել է որպես քաղաք։ Հա, տեսել եմ մերոն կրուստան գիտուկից են, չէ՞։ Այն մյուսը Ալաշկերն է մեծ ռայոն ա եղել։ Ալաշկերդի շրջան։ Հա։ Գյուղ Ռուստամ Գետուկն առանցին եղել, մյուսն առանցին։ Ռուստամ Գետուկ, այսինքն գետ ա եղել տեղել, Ռուստամ Գետ։ Ռուստամ Գետուկ։ Մեծ գյուղ ա եղել։ Մամ, իրանց բարբարը ինչ ծև էր, պապիտ որ խոսում էր։ Բարբարն ունեն, չէ՞ իրանց։ Ոչ չունեն, անեն։ Ոչ չունեն։ Ոնց էին ասում երեխում։ Ոնց էին ասում։ Քեզ որ ասում էր, քեզ բաներ պատմում է։ Լավ, ոնց ասում է թե բալաջան, լավ, քելեշտանք մեր երկիր։ Քելեշտանք մեր երկիր։ Մերին մր էին ասում էր, մեր երկիր, հա։ Դե ասեն ինչի, օրի։ Օրի, հա։ Բան Արշը պապն էր խոսում տենց բան։ Չէ։ Պապս էր խոսում, պապից իրանց այդ բարբարը, որովպես օգտագործում էին այդ բարերը։ Այստեղ իրանց այդ ակցենտը, լրիվ այդ երկրի ակցենտն էր, հասկացար։ Ոնց որ այս նորեկողները գնացին այնտեղը Երևան։ Ոնց որ եկան հայրենադարձ Այս եղած ընդեղից, իրանց բարբարը հետները բերել են, չէ։ Աղբերին աղբար էին ասում, աղբար, տենց է աղբար մնացանները։ Աղբեր բզասին աղբար։ Աղբար, ասոր, ադոր, հա։ Տենց այլ է։ Դրա համար Ռայմոնը որ միրա միշտ ասում էր, Իրանի մենք որ կնայինք լեննական ասում, որտեղ մեր բարերը, մեր իրանց լեննականցիները շատ էին օգտագործում մեր բարերը բարբարը, հա։ Ոնց որ հիմա ստեղ Քյավառը իր բարբարն ունի, Աբարանը իրանը, Լորին իր բարբարն ունի, նենց են տեղ ա եղել։ Իհարկե, Ղարաբաղը։ Օրինակ բանի հայերը, որ համշահայերը, դրանք եկել են համշահայերը, մենք որ Սոչի գնացինք էլո, դրանք լրիվ համշահայերն են, ծովով եկել են, ով կարողացել էր անցներ, լոդկան բոտկով եկել են այդ Սոչի այդ լերնոտ տեղը, լրիվ բնակվել են, համշահայերն են բնակվել, դրանց բարբարը ընդհանրապես չէր հասկանալ, ոչ մի բար։ Մամա, այդ օրը մի հատ բլոգեր կան, այս լավ կին է, շատ հաճելի կին, Ամերիկայում է ապրում, մեկ էլ էտրոպեն իր մաման հետևից եկավ, մեծ կին էր, խոսում էր, ես մենակ մի բան հասկացա, մի բար մեջը, որ հայերեն էր իրանք, ուրեմն իրանք ու ռուսախոս են, երևի Սոչիի այդ համշահայերից են։ Լրիվ սից մի հատ դե գնամ, չէ, քելոց, դրանք որ գնացին գտեղ մեր երկիրը Արևմտյան Հայաստան է եղել, մեծ ռայոն ա եղել, Համշեր է դրա անունը, Համշահայեր են դրա։ Լրիվ չես հասկանում, շատ մի բար գտնես, որ հայերենին նման լինի, ուսես կլորացնելով է խոսում։ Հա, չես կարա, չես հասկանա։ Ես կդնեմ մի հատ կլսես, մամուլ, տես դրանք Համշահայեր են։ Գիտեմ, որ շատեր կներեք, շատեր եք սիրում գնումներ առևտուր, հանձինս իմ ընկերուի Կարեն են, Կարնետյան, ասածըց գետնովը չեմ տալիս, շոկոլադների արդեն սեզոնը մեր մոտ բացվել է, ես ձեզ ասել եմ, չէ երեխեք, որ Ֆրանսիայում միայն և միայն նոր տարուց առաջ են շոկոլադներ, հիմա ես նայեմ տեսնեմ բելգիական շոկոլադ կա, ամուսինս շատ ասիմ, ֆաբրիկասիոն ֆրանսեզ, բելգիական շոկոլադ, վալա, եկեք միած սրանից կնեմ Սիրոժայից բելգիական շոկոլադ, հետո, այս տրուֆելներն է վատը չեն, տրուֆելներն ինչ որտեղին են, ես չնայած կարող եմ տրուֆել պատրաստեմ, գիտեք երեխեք, ֆրանսիական, բելգիական շոկոլադն է լավ, սա ինչա պապիոտը, սա սովորական շոկոլադներ են, ֆաբրիկասիոն ֆրանսեզը, սա ինչա, կաշտան, это что такое? Կատնային, Ռաֆայելո, իմ ամուսինը ինչ է սիրում, Ռաֆայելո, թե Ֆերրero Rocher։ Չգիտեմ, կհարցնեմ մյուս անգամ կգնեմ։ Այդ վատն է դա, որ ինքը իմ հետ չի գալիս, որ հետս գար, ես արդեն կիմանա ինչ է ուզում։
Այս բաժնից մեզ ոչինչ պետք չի։ Այս հացային բաժնից երեխեք ջան, եկեք մի հատ հաց վերցնեմ ինձ։ Տափակ վերցնեմ, թե չէ։ Մեկ-մեկ խոկ միսյո է սարքում, բայց ուզում եմ, որ լինի, վալա, սերիալով։ Խոկ միսյոյի համար։ Մայրիկն ուր է գնացի։ Հարազատ մայրս։ Մամային եմ բերել երեխեք խարուտ։ Ես եմ առևտրան։ Այս կամպոտներն են։ Տեսակ ես պատրաստեցի արագ ձևով եւ խնձոր միայն եւ շաքարավազ մեջ։ Ցելոֆան ունեմ դեռ, այստեղ կարիք չկա։ Այստեղ ինչ են ստացել, տեսնենք։ Այսօր մի հատ բան պիտի պատմեմ, մի հատ բանի ներկա գտնվեցի կասայի մոտ, ուղղակի ապշած եմ, բայց չնայած այդքան էլ։ Բայց բարև ձեզ մայրս, մայրիկ, արմամ ջան, հենվի սրա վրա ու Am çıkar, asıl karalıkarım, hadovu karalıkar. Հա, նայտես։ Այն կողմերը գնանային, այս լավ բաներ ա լինում։ Որ փդի դառնապարարդանոտ։ Հա, բա, այդ կամիները։ Վերջինը, բայց պետք է։ Մամա։ Հա։ Սերժի շալվարներն ա, դե լավ հետո կգամ հավես չկա։ Որտեղ է։ Այն լեքլեղի մոտի խանութն ա։ Դե գնա։ Գնա վերջիրա։ Հա, դե լավ գնանք վերցնենք, հա։ Ուրեմն ժողովուրդ ջան, մի դուրս եկա, եթեր միացրեցի, չէի տեսել որ միացրել եմ, մի հատ բան պիտի պատմեմ, մաման էլ մի անգամից լսի։ Ուրեմն եկա մտածեցի, որ բան առնեմ, ուդինիցել առնեմ, ասեցի, չէ, որ մի հատ ուդինիցել ա ինձ պակասում։ Արդեն այնքան հարազատ եք դարձել, որ իմ դեր հետ կիսում եմ։ Ուրեմն կասայի մոտ կանգնած եմ, մեկ էլ տեսնեմ մի հատ քիչ, շատ գեղեցիկ հագած, ըստ ինձ ճանաչելով շորերի բրենդների գները, բոտասները լավ, Adidas եւ այլն։ Թորնիկը թողնեին անստե էլի։ Հա, թորնիկը ուրեմն երեխեք ջան, կլիներ երևի մի 15 տարեկան աղջիկ էր։ Այս կինն արդեն կանգնած էր կասայի մոտ, իրան մի քանի գնումներ էր արել, ձեռքը գցեց իր համար մի հատ կոնֆետ վերցրեց, մաշմալո էր գնել են, որ փափուկ են բանը, այդ վերջը մեկի թորնիկը հերվից եկավ, ասեց, մամ դու էլ լսի, ասեց տատիկ կարող եմ, ասեց ես վերցրել էր մի հատ այն բարակ են, որ Միլենան սիրում են երշիկներից, վերցրել էր ուրեմն ուշադիր նայեցի, վերցրել էր սենց երկու հատ պուճուր սենց պեչենիի նման աղի, ոնց որ պիցայա նման, որի գներն ասեմ երևի մի եվրոյից չէր անցնում եւ վերցրել էր մի հատ բան, օրիո, այն պեչենի օրիոներից։ Տատիկ ասեց կարող եմ էսի վերցնել, ասեց սոված եմ էլի, որ ուտեմ, շուրեք ասեց նայեց երեսին, ասեց դու արդեն լրիվ լկտիացար, դու բան ոնց ասեց, դու շատ ասեց վատ մարդ ես։ Այս երեխան էլ ասեց, բայց ինչի ասեց, ես ինչ եմ արել, ասեց, եթե չէ տանեմ դուրս գնեմ։ Դիր ասեց կշպրտի ես կվերցնեմ, բայց ինքը իր համար լավ կոնֆետներ էր վերցրել էլի։ Ու հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Ասում եք շատեր դասում եք տարբերությունը մեր կանանց եւ այս երկրի որոշ կանանց, իհարկե ոչ բոլորն են դες, բայց տատիկ էր էլի ինքը։ Այս երեխան ասեց այդ ձերքը, այդ պեչենին ու այդ բանը ասեց ձերքը մնաց ու ինքը խոսում է տատին, ասում է, բայց ինչի տատիկ, ինչ ես տենց ասում, բայց ես ինչ արեցի, ես ինչ եմ քեզ օգտագործում, ուղղակի սոված է, ես կողմ ենք։ Վերջը որ ասում է վերցեց ու քթից բերեց, մեկ էլ այս երեխան կանգնավ կասայի մոտ, ասա տատի, բանով անդադ խոսում այդ, տատի, դու բանը կարամելնի կոնֆետ ես վերցի, կարամելնի կոնֆետ սիրում ես, անդադ ուզում է ոնց որ խոսա, որ այդ 3 եվրո փողը տա։ Տարբերությունը իմացեք մեր հայ տատիկների։ Հետո էլ ասում ես թե Ֆրանսիայի երեխեքը տանում են ծնողներին գցում են ծերանոց։ Ապրես։ Հիմա այդ ծնողներին ոչ թե ծերանոց, այլ զիբլի ящիկը կարելի է գցել։ Այո։ Եկի։ Այո, կյանքը բումերանգ է։ Բումերանգ է։ Այո։ Տվեցի պատասխանը կստանաս, հատկապես ընտանիքի մեջ, հատկապես ծնողները։ Դե դրա համար էլ ինչ ասեմ։ Սիրելիներս, այսօրվա վլոգը ավարտվեց։ Այս հրաշալի տեսարանով ցանկանում եմ ձեզ բարի դիտում։ Ցանկանում եմ ձեզ ամենալավը, եղեք առողջ, եղեք ուրախ, եղեք դրական։ Եվ ամենակարևորը սիրելիներս, սիրեք մեկդ մեկիդ։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ-շատ։ Եվս մեկ անգամ բարի գալուստ մեր նոր հետևորդներին եւ եւս մեկ անգամ շնորհակալություն իմ հավատարիմ, իմ հրաշալի հետևորդներին։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ձերանայի դժկան ասում է պակա, պակա։